Սիրելի բարեկամներ, լաբորատորիա հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Շարունակելով անցած հաղորդման թեման, որովհետև դատելով արձագանքներից, որ ստանում ենք հետպատերազմյան Հայաստանի սոցիալ, հոգեբանական, հանրային տրամադրությունների չափումները շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար։ Ոչ միայն այն առումով, որ բոլոր այն երկրները, որոնք որ անցել են նմանատիպ իրավիճակներից, անպայմանորեն հանրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ սուր վերաբերմունք եւ դրսեւորում ունեն։ Ինչի մասին է խոսքը։ Պատմական օրինակներ շատ չբերեմ, Միացյալ Նահանգները դեռ երկար ժամանակ Վիետնամի պատերազմից հետո հետազոտում էին Վիետնամի սինդրոմը։ Ընդ որում մի նկատի ունենանք, որ հասարակության մեջ տեղի ունեցող երևույթներն ու փոփոխությունները չեն վերաբերում միայն այն մարդկանց, ովքեր որ պատերազմի են մասնակցել, միայն նրանց ընտանիքներին, ընդհանուր հասարակության մեջ հսկայական տեղաշարժեր են եղել, որոնք որ չափելը, հասկանալը, մարդկանց օգնելը շատ կարևոր նշանակություն են պետության ու հասարակության ապագայի տեսլականներ կառուցելու առումով։ Ինչու ենք այս թեմայից խոսում նաև այժմ, որովհետև ընդհանրապես պատերազմի ու խաղաղության թեման հավակնում է դառնալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական թեմաներից մեկը։ Եվ այս առումով նյութը բացելու համար ես օգտվում եմ այն հանգամանքից, որ վերջերս տեսար հիմնադրամի կազմակերպած ուրեմն մեծ միջոցառումը, որը հենց վերաբերում էր հետպատերազմյան Հայաստանի հանրային տրամադրությունների չափման հետազոտական աշխատանքներին եւ դրանց մեկնաբանություններին։ Ուստի եւ այսօր իմ հյուրը կլինի հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շատ շնորհակալ եմ։ Հիմա կխնդրեի, որպեսզի դուք հիմնական ուրեմն գծերով ներկայացնեիք այս առաջարկվող դիսկուրսի հետ կապված ձեր հետազոտության արդյունքները, որովհետև ես կնայեք վերջի տարիներին չեմ հիշում այնպիսի մի հետազոտություն, որի ուրեմն հարցվածների քանակը 5000-ի հասնի, դուք ահռելի թվով ուրեմն հարցումներ եք անցկացրել, հիմա կխնդրեի հիմնական գծերով ներկայացնեք, որպեսզի մենք համ մեկնաբանենք, համ էլ շարունակենք։ Շատ լավ, շատ շնորհակալություն նախ ձեր նախաբանը շատ հետաքրքիր էր ինձ համար ու վստահ եմ հեռուստադիտողների համար եւս։ Հետազոտվյալ հետազոտությունը իրականացվել է Հայկական հոգևոր հիմնադրամի հետ համատեղ ու հետազոտության հիմնական մեթոդը on-line թեստավորման միջոցն է եւ այո 5000-ից ավել մասնակիցներ են եղել Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքային, գյուղական բնակավայրերից եւ ես այստեղից մի առանցքային թեմայի վրա կուզեի ֆիքսել, որ Փաստացի պատերազմից անցել է 5 տարի եւ մենք պատերազմի հոգեբանական հետևանքները դեռ երկար ժամանակ ունենալու ենք մեր հասարակության շրջանում ու հարցման մասնակիցների 50.5%-ը ունի հետտրավմատիկ ստրեսային խանգարման ծանր դեպք, ծանր Եվ կապ մակարդակ։ չունի չէ ինքը անմիջական պատերազմի մասնակիցը թե չէ։ Նայեք, այն մարդիկ, ովքեր պատերազմի հետ որևէ առնչություն ունեցեն, նրանց տրավմայի հետտրավմատիկ ստրեսի խանգարման մակարդակը ավելի մեծ է, այսինքն այն մարդիկ, ովքեր իրենք մասնակցել են պատերազմին, ովքեր ունեցել են հարազատ, ով մասնակցել է վիրավոր կամ զոհված բարեկամ հարազատ, մարդիկ, ովքեր փախստական են հանդիսացի, այսինքն արցախցի մեր եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր ընդունել են արցախցիներին, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ եւ կարելի է ասել, այս վերաբերում է գրեթե այս հասարակության կեսից ավելիին եւ դրանով է պայմանավորված, որ նրանց մոտ առկա է հետտրավմատիկ ստրեսային խանգարման դրսևորումներ ու ամենակարևոր գործոնն է, որ հենց բուն տրավմայի փուլում այդքան շատ ցցուն չի դրա դրսևորումը։ Ավելի շատ հոգեբանական խնդիրներն առաջանում են մի քանի ամիս անց, նույն ինքներդ գիտեք, օրինակ, չգիտեմ, հարազատի մահը մարդը այդ պահին ծանր ողբ է ապրում, բայց մի քանի ամիս հետո եւս մեկ ալիք է գալի, որը Արդեն ավելանում է գիտակցական մեկ այլ շերտ է, որը բուժելը շատ ավելի բարդ է։ Ես կարող եմ մի հետաքրքիր բան պատմեմ, մենք պատերազմի ժամանակ Ստեփանակերտում հիվանդանոցում հանդիպեցինք մի
զինվորականի, սպայի, ով կորցրել էր լսողությունը եւ նաեւ որոշակի խնդիրներ ուներ։ Ես հիշում եմ նրա դեմքի ժպիտը եւ ես նրան թղթով գրում էր, որտեղ լսողությունը կորցրել էր, թղթով գրում էր ինչ-որ բան, ինքը այդպես պատասխանում էր, ոգեոր ինչ-որ բան էի գրում, ինքը պատասխանում էր թղթով։ Ու այդ ժամանակ ես հիշում եմ իր վստահությունը, իր համարձակությունը, հա, կլսեմ, մեկը ասել են կլսեմ, հիմա մի շաբաթից կլսեմ, օքեյ, այդպես։ Եվ ես հիշում եմ, երբ որ նրան տեսա պատահական, շատ պատահական, մի տարի առաջ, այսինքն պատերազմից 4 տարի անց, եւ հիշում եմ իր հետ խոսալու ժամանակ ինչպիսի դառը հիշողություններ ու դառը իրավիճակում էր ինքը գտնվում, ինչպիսի հոգեբանական լարված, ճնշված, այտենց մի շարք առումներով եւ փաստացի այդ 4 տարվա ընթացքում նրա հետ անձնական կորուստ կամ ինչ-որ այլ լուրջ խնդիր չէր եղել, հիմնական հետևանքը պատերազմն էր եւ դրանից բխող այլ հետևանքները։ Ուստի պատերազմը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում հասարակության հոգեբանական առողջության վրա ու դրանով է պայմանավորված, որ մենք 5 տարի առաջվա պատերազմի հետևանքները շարունակում ենք կրել եւ ցավոք սրտի դեռ երկար կկրենք, որովհետեւ օրինակ պատերազմի հերոսների, պատերազմի զոհվածների երեխաները միջև հիմա գնում են մանկապարտեզ եւ իրենց ամեն դեպքում նայում են այն աչքով, որ իր հայրը լավագույնս կռվել, զոհվել է, բայց այդ աչքով են նայում ու երկար ժամանակ դեռ երեխաները, զոհվածների այրիները, տարբեր մարդիկ դեռևս կրելու են ակտիվ այդ արձագանքը ու հասարակությունը հազ վերաբերվում է որպես պատերազմի այրի, որպես սևազգեստ մայր, որպես ծնող կորցրած զինվորի երեխա։ Հա։ Ես կուզեի, եթե թույլ կտաք, քանի որ Ազատ Ոչի ընկեր Սպարտակ մեր խոսակցությունը, ես կուզեի, որ ասել, որ ինչն է ավելի հեշտացնում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ուսանող են, աշխատող են եւ ունեն ակտիվ զբաղվածություն, նրանց մոտ ստրեսային հետտրավմատիկ ստրեսային խանգարումը ավելի մեղմ է դրսևորվում, ինչպես նաեւ դեպրեսիան, տագնապայնությունը երկու այլ չափումները եւս, այսինքն մարդիկ, ովքեր ունեն ակտիվ զբաղվածություն իրենց կյանքում, աշխատում են, ուսանող են, նրանց մոտ ավելի թեթև է դրսևորում հոգեբանական խնդիրները, իսկ այն մարդիկ, ովքեր օրինակ թոշակառուներ են, ովքեր հաշմանդամություն ունեն, ովքեր գործազուրկ են, նրանց մոտ ստրեսային խանգարումն էլ, դեպրեսիան էլ, տագնապայնությունն էլ զգալիորեն ավելի բարձր մակարդակի վրա է սոցիալական կոնտակտների քչության պատճառով։ Այո, ուստի շատ կարևոր է, որ նաեւ մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ, ովքեր ունեն լարվածություն, իրենք փորձեն իրենց համար զբաղվածություն գտնել, եթե աշխատանք հնարավոր չի, գոնե այլ հարակից զբաղվածություն, որը կնպաստի, եւ մի ուրիշ հետաքրքիր փաստ, որ մարդիկ, ովքեր ամուսնացած են կամ դեռևս չամուսնացած են, նրանց մոտ ստրեսային հետտրավմատիկ ստրեսային խանգարում ավելի թեթև էր, մարդիկ, ովքեր այրիացած էին, ամենաբարձրն էր բնականաբար հոգեբանական խնդիրները, մարդիկ, ովքեր ամուսնալուծված էին նրանց մոտ եւս, այսինքն ամուսնական կարգավիճակը եւս որոշակիորեն էլի զբաղվածությունը ապահովում ու նաև ակտիվությունը, կենցաղը ապահովում ու դրանով պայմանավորված հոգեբանական վիճակը ավելի մեղմվում է։ Ուստի հայցանիվ չենք օրինի, որ ասենք մարդիկ, ովքեր ունեն հոգեբանական լարվածություն եւ խնդիրներ հատկապես այդ պատերազմական իրավիճակում, պետք է մենք նաև բոլորս փորձենք նրանց զբաղվածությունը ապահովել, նրանց հետ շատ խոսել, որովհետև նրանք իրենք իրենց երբեմն ավելի կարան ծանր վիճակում դնեն, քան իրականությունը իրենց կարա այդ վիճակում դնի, իսկ իր ընկերները, մտերիմները կարող են այդ վիճակից մի քիչ բերել դեպի առօրյա հոգսերի դաշտ, որը ավելի կմեղմացնի ծանր խնդիրները։ Հիմա տեսեք մի հետաքրքիր բան կա այս ամեն ինչի հետ կապված, ես իհարկե հասկանում եմ, որ այն շեշտադրումը, որ հիմա անեմ մի քիչ տարօրինակ կթվա, բայց տեսեք, եթե մենք ուզում ենք խոսել պետության հասարակության ապագայի մասին, որովհետև ոչ մի պատերազմ եւ ոչ մի պարտություն դա դատավճիռ չի։ Ոնց որ հաղթանակը վերջնական չէ, այդպես էլ պարտությունը կամ պատերազմը կամ կորուստը։ Եթե մենք խոսում ենք, որ պետությունը ու հասարակությունը պիտի ապագա ունենան ու պիտի ունենան, այդ առաջի հերթին ինձ բնականաբար հետաքրքրում է երիտասարդության վերաբերմունքը այն խնդիրներին, որոնց որ մենք հիմա անդրադառնում ենք, որովհետև ի վերջո այդ մարդիկ են այս հասարակության ապագան, այդ մարդկանց միջավայրում պիտի առաջանա այդ ամեն ինչը, բայց այստեղ էլ մի հետաքրքիր հանգամանք կա, եթե մարդը ինքը իր ապագան չի պատկերացնում,
այս կոնֆլիկտային եւ այլ իրավիճակներում շատ դժվար է մտածել, որ ինքը պետության ու հասարակության ապագայի հետ կապված ծրագրեր պիտի ներկայացնի, վաղնել այդ ապագան կերտողը պիտի լինի։ Դա համար այդ տեսակետից եթե դուք անդրադառնայիք ձեր չափումների մեջ զուտ երիտասարդական սեգմենտի վերաբերմունք էս ամենին, այս խնդիրներին, որոնք մենք քննարկում ենք, մենք գուցեև կարողանայինք գտնել այն բանաձևեր, թե օրինակ, ասենք առաջիկա նույն խորհրդանական ընտրությունների տրամաբանությունով քաղաքական ուժերը երիտասարդական սեգմենտին ինչ մեսիջներ են փոխանցում, ինչ գաղափարներ, ծրագրեր ունեն, որպեսզի այդ մարդիկ առաջի հերթին հավատան երկրի ապագային ու իրենք էլ ամեն մեկը իր ապագան կերտի ապագա ունեցող երկրի մեջ, բարախախ չեմ անում, հասկացա։ Լրիվ հասկացա։ Երիտասարդության թեման ինձ համար շատ ցավոտ է, որովհետև իմ կարծիքով երիտասարդության եւ միջին տարիքի ու մեծ տարիքի միջև կա լուրջ անդունդ, հատկապես դա սրվում է քաղաքական գործիչների հետ։ Ես ակտիվ շփվում եմ քաղաքական հանրային գործիչների հետ, ովքեր այսպես ասած հանրային քաղաքական խոսույթի հիմնական շրջան խոսնակներն են, արտադրողներն են, խոսույթը գեներացնողներն են։ Ցավոք սրտի շատ քչերն են հասկանում երիտասարդներին։ Ես սիրելի ընկեր Սպարտակ, ես հիշեցի, որ երբ որ ես համալսարան էի ընդվում, այդ ժամանակ դուք կրթության գիտության նախարարն եք եւ ես հիշում եմ, որ այդ ժամանակ այդ նաեւ համեմատության համար, երբ որ ես 20 տարեկան էի կամ 18 տարեկան, ես հիշում եմ, որ այդքան մեծ չէր ինձ համար անդունդը մեծերի հետ, որովհետև ես շատ բաներ ինչ որ խոսում էին տարիքով մեծեր, այսպես ասած հասկանում էի եւ իրանց համար ընդունելի էի նաեւ ես, բայց հիմա որ նայում եմ թե օրինակ 50+ տարիքի մարդկանց եւ միջև 25 տարեկան մարդկանց միջև ինչպիսի մեծ նախասիրությունների արժե համակարգի աշխարհայացքի առաջնահերթությունների ինչ մեծ տարբերություն կա, իսկապես սարսափելի մեծ է, որովհետև ժամանակակից երիտասարդությունը այնպես չի, որ ազգային ու հոգևոր արժեքները չի կարևորում։ Ես ուզում եմ հստակ ձեզ ասել, մի հարց ունեինք սոցհարցումներից մեկում, որ պետությունը ինչքան պետք է ակտիվ զբաղվի ազգային հոգևոր արժեքների տարածմամբ, երիտասարդությունն ամենաշատն էր ասել, որ պետք է 18-ից 35 տարեկաններն ավելի շատ էին ասում, որ պետք է ակտիվացնել։ Երբ որ խոսում ենք եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, 60-55+ տարիքի մարդիկ ել ավելի նեգատիվ են տրամադրված եկեղեցուն, քան միջև 35 տարեկանները եւ միջև 35 տարեկանը չափազանց դրական են վերաբերում, ընդամենը 5-6%-ն է, որ եկեղեցուն վատ է վերաբերում, պատկերացրեք 90+%-ը շատ լավ է վերաբերում եկեղեցուն։ Նաեւ կարող եմ ասել ընդհանուր առմամբ ազգային ապագայի հետ կապված, երկրի Արցախի վերադարձնելու հետ կապված տարբեր հարցերում երիտասարդությունը շատ էլ, այսպես ասած, ազգային հայրենասիրական դիրքերից է հանդես գալիս, բայց գործիքակազմի մակարդակում ցավոք սրտի շատ քչերն են, որ տիրապետում են քաղաքական գործիչներից, թե ինչպես պետք է երիտասարդության հետ շփվել, որովհետև երիտասարդներն էլ չմոռանանք ինչ վիճակում են։ Մինչև 25 տարեկան մարդիկ, երեխաները, տղաները, աղջիկները ինչ են եղել։ Իրանք ունեցել են վերջի 5 տարվա ընթացքում, պատկերացրեք ինձ եւ ձեզ պատկերացնենք 20-ից 25 տարեկան հասակում։ Այդ ժամանակ գրեթե մեծ տրավմաներ չեն եղել, բայց այս մարդիկ մի քանի պատերազմ են տեսել, իրանց դասարանցիները պատերազմ դրան գումարեմ երկաշարժի նկատում եմ հետ երկաշարժեն դժվարություններ, այդ այսպես ասած դժվարին տարիները մի ձեռքով լողանալու կամ շաբաթը մեկ լողանալու եւ մնացածը, դրանից հետո պատերազմներ շրջափակում եւ շատ կարեւոր հարց եք բարձրացնում, տեսեք, պատերազմը ավարտվել է, բայց ինքը ընդհանրապես ոչ միայն հայոց պատմության բոլոր օրինակներով այդ մի արտահայտություն կա, չէ՞, ասում նրանք ովքեր որ պատերազմ տեսել են, իրենց համար պատերազմը կարծես թե երբեք չի էլ ավարտվում։ Այդ ընկալումը եւ քաղաքական խոսույթի մեջ պատերազմ թե խաղաղություն, հնարավոր նոր պատերազմ եւ այլն, այս ամեն ինչը մանիպուլատիվ օգտագործելու պարագայում առաջին ամենացավոտ ընկալողը երիտասարդությունն է։ Եվ մի հանգամանք էլ, որ բան չանեմ, ձեր միտքը շատ չկտրեմ, տեսեք, երբեմն, երբ որ հասարակության նկատմամբ անհարկի դժգոհություններ կան, ասենք պատկերացրեք սիրելի ռաստադիտող, հասարակությունը
բոքսի ռինգում նոկաուտի է ենթարկվել, դու ուզում ես, որ ինքը այդ նոկաուտից նույնիսկ դատավորը չէ, այնտեղ հաշվում է միջև 10-ը, որ տեսնի, այս մարդը ուշքի գալիս է, որ շարունակի։ Դեռ միջև 10-ը չհաշված, դուք ուզում եք, որ այս հասարակությունը adekvat բան անի, վերաբերմունք ունենա տեղի ունեցող երևույթներին եւ այլն։ Հասկանալի է, կան տարբեր սեգմենտներ, բայց մենք դիտարկում ենք ոչ թե առանձին մարդկանց, այլ դիտարկում ենք ամբողջ հասարակությունը ու հատկապես երիտասարդությունը։ Այս թվերը, որ դուք ասում եք, ես շատ ուրախ եմ, որ այդ թվերի, ձեր ասած բարձրաձայնած թվերի ու տոկոսների տակ հետազոտություն է, ոչ թե ենթադրություն, ոչ թե թվալ եւ այլն եւ ինչի եմ ասում, որովհետեւ այն ստերեոտիպային պատկերացումը, որ կա երիտասարդության նկատմամբ, դե իրենք ինչ են, TikToker-ներ են, իրանք եթե IT-շտիկներ են, SNN-ն են, երիտասարդության նկատմամբ այն կա, որ կարծես թե իրենք անհոգ թռիվռի մի ինչ-որ մի հատ կյանքով են ապրում, այս երկրի ու պետության ապագայի մասին իրենց պատկերացումները անտարբեր են, SNN-ն են, առանց հաշվի առնելու, որ այդ մարդիկ առաջի հերթին կենսականորեն հետաքրքրված են երկրում տեղի ունեցող երևույթներում, որովհետև իրենց կյանքի մեծ մասը դեր արժևում է ու իրենք ուզում են ապրեն այնպես, ինչպես իրենք պատկերացնում են, այո, իրենց հայրենիքում, ազգային պետության մեջ, ազգային արժեհամակարգով եւ այլն։ Ես շատ ուրախ եմ այդ թվերի համար, իրոք։ Հա, իսկապես ինձ համար էլ շատ ոգևորիչ է երիտասարդների հանրային կարծիքը, իհարկե քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը սարսափելի ցածր է եւ դրանում մեղավոր են իմ խորին համոզմամբ քաղաքական գործիչները։ Գիտեք, եթե մենք սկսենք հիմա քաղաքական գործիչների գնահատելուց, ապա ես շատ խիստ քննադատական գնահատական կտամ, որովհետեւ այն, որ քաղաքական կուսակցությունների եւ երիտասարդության միջև կապը բավականին աղճատված է, դա փաստ է եւ ասել, որ դուք TikTok-ներում եք կամ Snapchat-ներում եք, իրանք եք ասեն դուք էլ բան թերթի գազետներ եք կարդում։ Եթե ձեր ժամանակ թերթներ ընդունված կամ իրար հետ նստել խոսալնել, հիմա էլ Snapchat-ն է ընդունված։ Ով է ասել, որ նա է ճիշտ կամ նա է ճիշտ, ու դրանով է պայմանավորված, որ գործիքակազմը միգուցե փոխվի, այսինքն այսօր երիտասարդը այլ առօրյայով է ապրում, այլ գործիքակազմ, այլ ռիթմով, ու այդ օրինակ միգուցե երկար է մեր 1 ժամանոց զրույցը իր համար շատ երկար է, իրան 1 րոպեանոց կարճ զրույց է պետք կամ խոսք է պետք, բայց ամեն դեպքում քաղաքական գործիչները չեն պատկերացնում եւ չեն կարողանում հետաքրքիր լինել երիտասարդների համար եւ դրանով է պայմանավորված, որ երիտասարդները շատ քաղաքական գործիչներին չեն ճանաչում, շատ դեպքերում բոլորից դժգոհ են, նախկին, ներկա, բոլորից պայմանական ասենք օտարված են։ Այո, ու նաև քաղաքականությունը որպես այդպեսին գնալով ավելի քիչ է իրանց համար հետաքրքիր, համարում են դա անբարոյականություն, այսպես ասած չեն սիրում քաղաքական գործիչներին, իրենց միայն հետաքրքրում է երբեմն օրինակ ինչ որ մի քաղաքական գործիչ պայմանական Տիգրան Արզականցյան ինչ որ արտահայտություն անում, որը իրենց համար հումորային է դառնում, դա դարձնում են մեմ եւ դա սպառում են, բայց այնպես չի որ իրանք եթե իրենց համար, իրենց լեզվով, իրենց համապատասխան որակյալ բովանդակություն տաս, ինքը դա չի սպառելու, լավ է սպառելու, ես իմ անհատական փորձից կարամ ասեմ, բայց քաղաքականությամբ հետաքրքրվելու տեսանկյունից ամենաբարձր հետաքրքրությունն ունեն 55 եւ ավելի տարիքի տղամարդիկ եւ կանայք, հատկապես կանայք, ովքեր շատ են սպառում քաղաքականությունը եւ շատ դեպքերում ընտրությունների մասնակցության հետ կապված է, երբ որ մենք հարց եք տալիս ընտրություններին կմասնակցեք, բնականաբար ինչքան տարիքով բարձր այդքան ավելի մեծ պատրաստակամություն մասնակցելու եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ տարիքով մեծերին հեշտ է մեդիա մանիպուլյացիայի ենթարկել եւ արդյունքում մեդիայի դերը եւ նաեւ կեղտոտ մեդիայի դերը եթե դրան կարելի է մեդիա ասել, ավելի մեծացել է ու դրա պատճառով ուղեղների լվացումը հատկապես մեդիագրագիտության ոչ բարձր մակարդակ ունեցող թոշակառուների եւ տարիքով մեծերի մոտ հեշտությամբ ստացվում է ու արդյունքում նա ով ունի մեծ մեդիա ռեսուրս, որ կարա ուղեղ լվա, նրա մոտ ավելի լավ է ստացվում իր ուզած օրակարգը առաջ տանել։ Այդուհանդերձ, եթե կուզեք, ես ձեզ կասեմ, թե ինչը չի ստացվել վերջի շրջանում այդ ուժեղ մեդիա ռեսուրս ունեցող շրջանակի մոտ շատ լավ Ադրբեջանի այդ խաղաղության օրակարգը գնալով դառնում է ավելի մեծ քննարկման առարկա, որում աշխարհակաղակական մակարդակներում արդեն, բայց մենք դեռ 2024 թվականի կեսերից հարց ունեինք մեր սոցհարցումներում, որը պարբերական իրականացվում է, թե Ադրբեջանի այդ բանակցությունների միջոցով հնարավոր է կայուն երկարատև խաղաղության հասնել եւ հետաքրքիր է որ երբեք
34%-ը չի գերազանցել մարդիկ, ովքեր ասել են, որ այո, հնարավոր է, մշտապես այդ թիվը եղել է մոտ 66, 60, 70 ու դա փաստ է, որ հասարակության 2/3-ը սկզբունքորեն չի հավատում, որ Ադրբեջանի խաղաղություն հնարավոր է։ Ինչքան ուզում են նույնիսկ ռադիոն միացնում ես, հեռուստացույցը միացնում ես, փողոցում ինչ որ մեկը ամեն տեղից հնչում է խաղաղության օրակարգ երևույթը կամ դիսկուրսը, բայց հասարակությունը ի բնե չի հավատում խաղաղությանը, որովհետև առնչվել է պատերազմի վտանգներին, որովհետև առնչվել է պատերազմի դաժանություններին, թշնամու ոտնձգություններին առերեսվելու այսօրվա խոսույթին ու նաև մի քանի անգամ համոզվել է, որ մենք ինչ ունեցանք, ես միշտ զարմանում եմ ոնց են մարդիկ այդքան շուտ մոռանում, մենք 2020 թվականի սկզբին էլի ամեն մի արկղի մեջից լսում էինք, որ ասում էին ապագա կա, եւ 2020 թվականի սկզբին այդքան ասեցին ապագա կա, 2020 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր, նոյեմբեր մենք ունեցանք ամենաողբերգական ապագան։ Եվ դրանից հետո զարմանալի է, որ ինչպես են ակնկալում, որ մարդիկ դեռ այդ նույն խաղաղասիրական ապագային կհավատան, չնայած պարզ է, որ մենք յուրաքանչյուրս բաժակ բարձրացնելիս առաջինը խմում ենք խաղաղության համար, բայց ոչ թե այդ տիպի խաղաղության, այլ ուժեղ լինելու խաղաղության, ուժեղության հաշվին խաղաղության, ոչ թե հանձնվելու հաշվին խաղաղության։ Ուստի թվերը եւս ցույց են տալի, որ հասարակությունը այդ խայծերը հեշտությամբ կուլ չի տալիս։ Կարող եմ բացել այս հարցի պատասխանը, որ իմ ձեռքի տակ կա, հետաքրքրական է, որ մինչև 18-ից 34 եւ 35-ից 54 տարեկանների շրջանում շատ ավելի քիչ են հավատում, ավելի շատ են հավատում, որ խաղաղությունը հնարավոր չի լինի երկարատև եւ կայուն, իսկ օրինակ 55+-ը ավելի շատ է հավատում խաղաղությանը, համացան մեջ, այս նույն հոգեբանական, նաեւ մեդիագրագիտության ցածր մակարդակի հետևանք է, որ հեշտ են ընկալում նոր գաղափարները ու նաեւ ավելորդ որդեսիրություն ունեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նախկինում հետազոտություններ էինք անում այդ թեմայով նաեւ, որ մինչև 20 տարեկան, 25 տարեկան տղաները ավելի շատ էին ասում, որ մենք պատրաստ ենք ծառայության, ծառայությունը լավ բան է, պետք է գնալ ծառայության, բայց 40+-ները օրինակ ասում են, չէ, իմ երեխեն, մեր երեխեքը թող չգնան ծառայության ու համատաբար, էլի։ Այսինքն մեծերի մոտ, այսպես ասած, ավելի մեծ սերնդի մոտ կա այդ ավելորդ որդեսիրությունը, ավելորդ իրենց երեխաներին ամեն ինչից հեռու պահելու միտումը, մինչդեռ երիտասարդների մոտ դեռևս այդ երիտասարդական ավյունը եւ հայրենիքը պաշտպանելու ցանկությունը կա։ Որպես տղամարդ դրսևորվելու կայանալու բնական ցանկությունը։ Ուստի այս մասով ակնհայտ երևում է ու նաև կարող ենք ասել, որ այն մարդիկ, ովքեր համարում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները օրինակ ճիշտ քաղաքականություն են վարում, այսպես ասած ավելի պրոիշխանական մարդիկ զգալիորեն ավելի շատ են հավատում խաղաղությանը, իսկ մարդիկ, ովքեր հակաիշխանական են, գրեթե չեն հավատում խաղաղության օրակարգին։ Ոստի խաղաղության օրակարգը ինձ թվում է ինչ որ առումով անօգուտ դարձած դիսկուրս է, որովհետև ինչ ուզում է լինի, չի ստացվի, որ ինչ որ պահի բոլորը հավատան խաղաղությանը, նույնիսկ եթե օրինակ 5 տարի ոչ մի կրակոց չլինի, որովհետև շատ դժվար է պատերազմը մոտիկից տեսած մարդուն ասել, որ այդ մարդը փողոք կրակում է, տվեցինք, էլ չի կրակելու։ Հասկանում եմ ինչ եք ասում, մտածեք մի հանգամանք էլ կա, որին ես կուզենայի ուշադրություն դարձնեին, գուցե ես սխալվում եմ, բայց որպեսզի մենք կարողանանք պարտությունից հետո հասկանալ այս ապաթիայի պատկերը ընդհանուր եւ դրա բուժման մեխանիզմներ գտնենք, ոչ միայն պետական մակարդակով, այլ քիչ առաջ որ դուք ասացիք վշտակցելու ձևի բանով, էլի, եթե ուզում ես մարդուն վշտակցել, այդ անպայմանորեն չի նշանակում, որ կողքը նստես հետը լացես, էլի, ընդհակառակը իրան այդ վիճակից հանելա պետք, էլի, էլի, այլ բանի տանես, որպեսզի ինքը այդ օրակարգից դուրս գա։ Կարող է հիմա շատ բան վիճելի միտք ասեմ, բայց ինձ թվում է, երբ որ մենք հաղթանակ էինք արձանագրել, մենք հաղթանակի հոգեբանական հետևանքները չենք հետազոտել։ Ի նկատի ունեմ հետևյալ բանը, հաղթանակից հետո առաջացավ մի հատ էյֆորիա, որ այս հաղթանակներու վերջ, սայից հետո եթե
Աստված չանի, ինչ որ պատերազմ լինի, էլի ենք հաղթելու։ Այդ շատ լավ է ներքին բանի տեսակետից, ոնց է կոչվում, առանցքի տեսակետից, հա, բայց շատ վատ է, այսպես ասեմ, անհոգության վերածելու, վտանգը թերագնահատելու, դիմացինի ռազմական կամ ռազմատենչ խոսույթը ասենց հատ է եւ այլն անելու։ Հիմա երբ որ դու խաղաղությունը չես, խաղաղության հանրային ընկալումը չես, այդ բառը ասեմ կառավարում եւ դա չես վերածում հանրային ինֆորմացիոն, դաստիարակչական եւ այլ քաղաքականության, բնականաբար պարտությունն էլ չես կարողանալու անես։ Տեսեք, մենք խոսում ենք թեմաներից, գուցե ես սխալվում եմ, գուցե վրիպել եմ, գուցե ուշադրություն չեմ դարձրել, բայց առաջի անգամ եմ տեսնում համապարփակ հետազոտություն, ոչ թե առանձին հարցում, ոչ թե առանձին վերաբերմունք, այլ համապարփակ հետազոտություն հետ պատերազմային հոգեբանական չափումների եւ այլների հետ կապված։ Այսինքն ոչ թե անմեղ մեղավոր ճշտելու, ոչ թե պատերազմի վերաբերմունքի, այլ պատերազմի հետևանքների նկատմամբ համապարփակ հետազոտություն։ Այնինչ իմ խորին համոզմամբ այդ հետազոտությունը պատերազմի ավարտից 5 օր հետո պետք է սկսվեր։ Ինքը պետք է դառնար պետական քաղաքականության հիմք, ինքը պետք է դառնար ինֆորմացիոն քաղաքականության հիմք, անկախ քաղաքական իշխանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքից եւ այլնից, ինքը պետք է դառնար հանրային քաղաքականության հիմք, որպեսզի ամբողջ հանրությունը ելներ։ Հիմա պարտադիր չի, որ ամեն ընտանիք բան լիներ, անմիջական առնչված լիներ, բայց եթե հասարակության մեջ կա մի հատված, որը դրա տրավման է կրում, դու չես կարող այդ հասարակության մեջ նորմալ ապրել, եթե կողքինդ այդ վիճակի մեջ է, ուրեմն բոլորի շահագրգռվածություն։ Ես հիշում եմ պատերազմից անմիջապես հետո մշակույթի շատ գործիչներ փայլուն բան արեցին։ Ինչ էին անում իրենք Արցախից եկած այդ երեխաների, որոնք որ որոշները ծնողել էին, կորցրել եւ այլն, իրենց համար թատերական ներկայացումներ էին անում, շրջիկ թատրոններ էին գնում են այդ երեխաներին, որպեսզի թատրոնի, մշակույթի եւ այլնի միջոցով երեխաների միջից այդ ստրեսային վիճակը հանես։ Բայց նույն բանը տեղի չունեցավ ավելի բարձր տարիքի մարդկանց այդ իրավիճակից անելու եւ 5 տարի հետո մենք այնպիսի մի հանրային վերաբերմունք ունենք, եթե կարելի ասել է խոցելի խավի նկատմամբ, ոնց որ թե պատերազմը 5 ամիս առաջ ավարտվել, բայց 5 տարի անցել։ Ցավոք սրտի ես կարող եմ արձագանքել, որ մենք հանրային քաղաքականության շատ վատ մշակույթ ունենք այսօրվա կառավարության տեսանկյունից։ Իմ կարծիքով Հայաստանում ես չեմ հիշում ինչ-որ մի հատ օրինակ եռամյա գոնե ռազմավարություն ու այդ ռազմավարության իրագործում։ Իսկ պետությունները դրանք տակտիկական կամ մի ամսվա որոշումների ու դրա իրագործման հետևանք չեն։ Պետությունը պետք է ունենա երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։ Ես այնքան բան կարող եմ այդ թեմայով ասել, որ նայեք, մենք փաստացի ունենք ազգային անվտանգության ռազմավարություն, որը 2020 թվականի սկզբի է, որտեղ գրած է Արցախի մասին, որ Արցախը Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, եւ 2020 թվականի սկզբից այս կողմ մենք ունեցել ենք մի շարք փոփոխություններ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում միջև հիմա արդեն հանգիստ բնակվում են ադրբեջանցիները կամ գտնվում են, եւ այդ ազգային անվտանգության ռազմավարությունը չի փոխվել։ Չի փոխվել Հայաստանի Հանրապետության ոչ մի հայեցակարգային երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, ուր մնաց թե ասենք արցախցիների կամ Հայաստանի հասարակության հոգեբանական անվտանգության բարելավման ինչ-որ ծրագիր լինի, ցավոք սրտի այս կառավարությունը ունի երկարաժամկետ ծրագրեր, որոնք լավագույնս հետազոտված են եւ լավագույնս իրագործման պլանը ներդրված է եւ դա իրականացվում է։ Ցավոք սրտի չկա, բայց դրանի պատասխան կա օրինակ, որ մենք տեսնում ենք ինչպես է արցախցիների եւ հայաստանցիների ինչ որ այսպես ավելորդ թշնամանքի սերմանում լինում հենց պատգամավորների կամ ինչ որ իշխանության մաս կազմող խոսույթում ու սա բնականաբար շատ մեծ հետևանք ունեն նաեւ հասարակության շրջանում ու չգիտես ինչի մարդիկ սկսում են իրար նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեցնել, եթե արցախցի է,
ինքը մի անգամ եկավ, ես իմ հորողբոր տղու ընկերոջից լսել եմ, որ մի արցախցի եկել բնակվել է ինչ-որ մի հատ տունը կեղտոտ թեղել դուրս է գնացել։ Իսկ ոչ մի հայաստանցի, իջևանցի, կիրովականցի չի գնացել, էլի տունը կեղտոտ թողը դուրս եկել։ Մենակ արցախցիներն են։ Մենակ արցախցիներն են, որ ճանապարհին փողոց անցնում ես, ինքը ճանապարհ չի տալի, կամ մենակ արցախցիներն են փողոցով քայլելուց գոռալով խոսում, դու էլ այդ պահին ես նայում, այդ արցախցիների նկատմամբ այդ ատելությունը օդից չի գալիս։ Այդ արցախցիների նկատմամբ ատելությունը ինչ որ միտեղից սերմանվում է։ Եվ ակումուլացվում։ Եվ այդ սերմանվելու արդյունքում մենք 100,000 արցախցի շուրջ 100,000 եկել է, տարբեր գնահատականներով մոտ 20-25,000 գնացել է արդեն։ Փաստացի տեղահանման ժամանակ եկող եւ մնացած 75,000 արցախցի ունենք, պլյուս միջև այդ եկածները։ Հիմա այսքան մարդ կա, այսքան լուրջ հասարակության լուրջ շերտը։ Ոնց է այդ հասարակությունը շերտին տենց փորձում օտարացնել, տենց փորձում outsider սարքել։ Ինչ հույսով էլի, որ այդ մարդիկ թողնեն կգնա։ Եվ ամենակարևորը նպատակը որն է, տես մի շատ կարևոր բան եղավ։ Հիմա ինչ որ մեկը կասի, բայց չէ որ օգնում են եւ այլն։ Ախր այդ օգնությունը մենակ միանվագ ինչ որ գումարի տրամադրելով չի, մարդու կորուստները, հոգեբանական տրավմաները եւ հանրության մեջ նա ինտեգրման փորձերը անելու փոխարեն, երբ որ դու այդ բոլոր խնդիրները հանգեցնում ես ընդհանրապես ինչ որ նպաստ տալ չտալուն, այդ նպաստու ինչ որ վճարումներ կապում ես քաղաքացի լինել չլինելու եւ այլնի հետ, տեղի ունենում շատ մի այլանդակ բան, դու իրականում այդ մարդկանց ոչ միայն չես օգնում, այլև մարդկանց խանգարում ես մեկ հասարակության մեջ տարբեր ուրեմն շերտավորումների, ուրեմն դիսկրիմինացիոն բաներ ես տնում, երբ որ մարդիկ ով որ այդ նպաստը չի ստանում ոչ Արցախից գաղթած լինելու պատճառով իր վերաբերմունքը նպաստ ստացող Արցախի նկատմամբ տեղափոխում բան անում, բայց դուք մի շատ կարևոր բանի նախադասության վրա անդրադարձաք ազգային անվտանգության հայեցակարգ։ Հիմա այս թեմաները, որ մենք քննարկում ենք, մենակ զուտ արցախցիներին բնականաբար չի վերաբերում միայն պատերազմ տեսած մարդկանց հետ տրավմատիկ եւ այլն, եթե հասարակության մեջ թեկուզ ամենափոքր մի սեգմենտում կան հոգեբանական խնդիրներ, նշանակում է այդ հասարակության, եթե կարելի ասել, հոգեկան անվտանգության խնդիր կա։ Ինչի համար եմ ես ասում, մենք ընդունված է, չի ասել, տնտեսական անվտանգություն, չգիտեմ, այլ անվտանգության, բարենային եւ այլ էներգետիկ անվտանգություն, բայց 21-րդ դարի այս ինֆորմացիոն դարաշրջանի պայմաններում խիստ կարևոր է հոգեկան անվտանգության խնդիրը, որովհետեւ տեսեք, խոցելի խավը ոչ միայն ավելի հարմար թիրախ է մանիպուլյացիաների, արդեն երբ որ կոպիտ ասած այդ մարդու ցավացող տեղը գիտես այդ տեղի վրա սեղմելով ինչ որ բան անելու ավելի հեշտ է լինում, եթե ինչ որ մեկը, հələ չեմ ասում, այլ տեղը դրսում, եթե ինչ որ պետական քաղաքականություն, ռազմավարական քաղաքականություն ունի մեր պետության ժողովրդի հասարակության նկատմամբ, իրենք շատ լավ հետազոտում են այս ամեն ինչը, գիտեն այն նարատիվները, գիտեն այն բառերը, բանալի նախադասությունները, որոնք որ իրենք շատ լավ հասկանում են, որ մեր հասարակության մեջ հաշվի առնելով այս ռեակցիաները եւ հոգեբանական վիճակը, իրենք կարող են հասկանում եք, դրսում մարդը նստած հայ հասարակության տրամադրությունների վրա ազդելու բոլոր հնարավորություններն ունի եւ եթե այդ հնարավորություններն ունի, բնական է, չէ՞ որ այդ հնարավորությունները օգտագործելու է։ Եվ այս տեսակետից այս խնդիրը, որ մենք հիմա քննարկում ենք ձեր հետ միասին, ես ուզում եմ մեր հեռուստադիտողների համար բացել ինչ են քննարկում, որովհետեւ դա հետ տրավմատիկ խնդիրներին չի մենակ վերաբերում, դա մեր ապագային է վերաբերում, որովհետև սա իրոք հասարակության հոգեբանական անվտանգության կարևորագույն մի բաղադրիչ կարա դառնա եւ մենք ինքներս չնկատենք, թե մեր ցավը խաղարկելով, մեր օբյեկտիվ վախերը, օբյեկտիվ տագնապները, այդ հոգեբանական բարդույթները կառավարելով ոնց կարելի է հային հանել հայի դեմ։ Ոնց կարելի է ժողովրդի մեջ մասնատման, առանց էլ ատոմիզացված հասարակության մեջ մի հատ էլ հոգեբանական անջրպետ դնել, ոնց կարելի է մարդուն լարել մարդու դեմ
օգտագործելով այս մարդկային հանգամանքները, վախ, տագնապ, անվստահություն։ Ես մի հատ, քանի որ հեռուստադիտողներին եք ասում, ասեմ, դու կարող ես ունենալ լավագույն զենքերը, նորագույն տեխնոլոգիաները, դու կարող ես ունենալ լավագույն ռազմական տեխնիկան, զենքը, ամեն ինչը կարող ես ունենալ, բայց քո զենքի հետևում կանգնած զինվորը չկարողանա մարդ վարել, որովհետև ինքը հոգեբանորեն ուժեղ չի։ Այսինքն դու կարող ես ունենալ հարյուրավոր անօթաչու թռչող սարքեր, հազարավոր հրթիռահրետանային միջոցներ, բայց այն մարդը, որ պետքա դա իրագործի, այդ վստահությունը, այդ հոգեբանական առողջությունը, այդ հոգեբանական ինքնավստահությունը եւ պատերազմելու պատրաստակամությունը, վստահություն չունենա։ Արդյունքում հոգեբանական անվտանգություն եւ մարդկային գործոնը պատերազմերում առանցքային դերակատարում ունեն, ու հոգեբանական անվտանգությունը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է, ու ոչ միայն զինվորների համար, այլ նաեւ հասարակության համար։ Մենք այս հետազոտությունները ակտիվ սկսեցինք իրականացնել 2023 թվականի նոյեմբերից սկսած, այսինքն հոկտեմբերին Արցախի լիակատար կորուստից հետո ուզեցանք հասկանանք լավ էս Արցախի հետ վերադարձը, որը մենք ուզում ենք, իսկ հասարակությունը ուզում է, իսկ հասարակությունը ինչ է պատկերացնում, ինչպես է, եւ այդ ժամանակվանից սկսեցինք հարցնել Արցախի կորուստը ժամանակահարց տվեցինք համաձայնագրել, ժամանակավոր է պետք է հազորացնենք բանակը եւ պաշտպանենք մեր հայրենիքը ու հետ բերենք կորցրածը, թե ոչ։ Եվ հետաքրքիր է, որ սկզբից ընդամենը 77%-ն էր ասում, այո, Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք բանակը, հետ բերենք կորցրածը։ Ես այդ ժամանակ նաև, այսպես ասած, հետազոտական հիպոթետիկ գրազ կարելի ասել արեցի, որ այս թիվը երևի կիչնի, որտեղ 77-ը քիչ-քիչ կհամակերպվեն Արցախի կորուստի հետ, կդառնա դա սովորական, բայց հետաքրքիր է, այս թիվը սկսեց աճել։ Եվ 2024 թվականից մինչև 25 թվական աճել է եւ հիմա 90%-ն է արդեն նույն հարցը նույն մեթոդաբանությամբ տալիս ենք 90%-ն է արդեն ասում որ Արցախի կորուստը ժամանակավոր է եւ մենք պետք է հզորացնենք բանակը ու հետ բերենք կորցրածը։ Այս հարցն էլ երիտասարդների մոտ ավելի մեծ է, այսինքն ավելի շատ երիտասարդներն են հավատում որ Արցախը հետ են բերելու, քան տարիքով մեծերը եւ ես կարծում եմ մեր համար ազգային եւ հայրենիքի նկատմամբ մեծ պատասխանատվություն եւ սեր ունեցող մարդկանց մոտ կարեւոր արձանագրում է, որ ոչ մոտ ապագայում, բայց երկարատև տեսլականում հայաստանցիները իրենց ապագայում պատկերացնում են Արցախի ինչ-որ մի օր հետ են բերելու։ Այլ հարցը ինչ ճանապարհով միջազգային գործընթացի, թե չգիտեմ խաղաղասի, ինչ-որ միջազգային խաղապահների միջոցով կամ չգիտեմ պատերազմի միջոցով, այլ հարցը։ Բայց այս երևույթը ինձ թվում է շատ լավ արձանագրում է, դուք կարող եք ասել ձեր զարմանքը։ Այդ թիվը իմ համար բնականաբար ոչ թե զարմանալի է, այդ թիվը ինձ շատ է դուր գալիս բնականաբար, բայց այստեղ մի խնդիր կա։ Ես թվին նկատի չունեմ, տեսեք, շատ բան ասացիք, ասենք լավ լույերին, չէ՞։ Հասարակության մեջ մի իրավիճակ առաջացել այս տեղի ունեցածների հետևանքով այս տարիների ընթացքում 5 տարվա ընթացքում, երբ որ այո մեծ կորուստը պատերազմ, հետո երկրորդ ալիքը ջերմուկ եւ այլ, հետո երրորդ ալիքը Արցախի շրջափակում այդ հումանիտար աղետ, դրանից հետո Արցախի ամբողջական բան, հիմա հավակնություններ, որ ընդհանրապես ինչ Սյունիք, ինչ բան դա Արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն դիմացինի հետ ուզում ես խաղաղություն կնքես, ինքը քո հայրենիքի կեսը համարում է Արևմտյան Ադրբեջան, էլի, այդտեղ մի քիչ այդ խաղաղության օրակարգը դառնում է բան, էլի։ Ինձ միշտ ջղայնացել է այն արտահայտությունը, որ մեր ցավոք սրտի հաճախ ներկայացումը որպես մեր ժողովրդի, այսպես ասած, իմաստու խոսքերից մեկը իմ խորին համոզմամբ դա ապուշության գերագույն դրսևորում է, որ ասում են սենց է մնա լավ է։ Սենց չի մնալու ոչ մի բան, ու եթե անգամ սենց մնա, դա շատ վատ է։ Որովհետև հետդարձի հնարավորություն չի լինելու բոլոր ասպարեզում, մի նկատի չունեմ միայն Արցախ կամ հայրենիքի ամբողջական վերականգնում եւ այլն։ Մյուս հանգամանքը ես նկատել եմ ուղղակի մարդկանց հետ շփվում ես նորմալ adekvat մարդիկ են կամ սոցիալական ցանցերում գրառում են անում, ասում ես ինչ կա, չկա,
ասում եմ դե քանի որ այսօր ոչ մի վատ լուրջ չենք լսել, արդեն լավ է, էլի, այս հոգեբանական բարդույթի հաղթահարման մեխանիզմը էլի պիտի վերադառնանք այն բանին, ինչ դուք անում եք որպես հետազոտող։ Այն ինչ անում են, ասենք, հոգեբանական վերականգնման համապատասխան կենտրոնները եւ այլը, դրանք ես չեմ ուզում թերագնահատել այդ աշխատանքը, ես ընդհակառակ ուզում եմ գնահատել հետեւյալ բանով, այն թվերը, որոնք դուք ներկայացնում եք, համապատասխան ազգային պետական մտածելակերպ ունեցող մարդու համար, եթե ինքը հավակնում է պետություն ու հասարակություն ղեկավարել, այն արևմտյան ընդունված տերմինով ասեմ, nation building եւ state building-ի տեսակետից, սրանք ֆանտաստիկ թվեր են։ Այսինքն հանրային այն բազան է, որի վրա կարելի է սարքել քաղաքականություն եւ ոչ թե հասարակությանը համոզել, որ այդ քաղաքականությունը ճիշտ է, այլ հասարակությունը ինքն ասում, ես սենց եմ մտածում, դու ինչ ես անում, հասկանա՞լ, չէ՞, այս տեսակետից ես միշտ կողմնակից եմ եղել, որ այս ամեն ինչը դա կիրառական, այսինքն ում համար եք հետազոտել, դուք ձեր համար, որ ուրախանանք, ասենք, չէ, մենք լավն ենք, ես ի նկատի ունեմ ձեր այս հետազոտության հանրայնացման, ձեր այս հետազոտության թվերի, որովհետև ձեր ասածով նույն բանը հանրության մեջ շատ ստերեոտիպեր քանդող հետազոտություն է սա։ Ոչ թե այն օրը գնացել էի այնտեղ այս ձև էին ասում, այլ 5000 հոգի ասում է այս թվերի մասին։ Այս մյուս հետազոտությունը ուրիշ մեթոդաբանություն է, սա նույն հետազոտության մասին չենք ասում։ Հասկանում եմ, բայց ամեն դեպքում թվերը ոգևորիչ են եւ նույն սոցիոլոգիան ինչը սոցիոլոգիան ունի այն որ ինքը ախտորոշում է հասարակության խնդիրները, հիվանդությունները, հասարակության տարբեր պարամետրերը ցուցիչները տալիս է եւ ասում է, այս ինչ հարցում դու շատ առողջ ես։ Հասարակությունը օրինակ հասկացան, որ Արցախի հերանեկարային տեսլականուն վերադարձնելու մասով շատ առողջ հասարակություն ունենք։ Ազգային պետական արժե համակարգի տեսակետից էլի առողջ հասարակություն ունենք, բայց միևնույն ժամանակ հասարակությունը դա այսպես ասած որ մի օրգանիզմ միասնական բան չի էլի ինչպես դուք նշեցիք հասարակություն շատ բևեռացված է հասարակության մեջ քարացած բան չի ինքը շատ ճկուն բան է ու այս տեսանկյունից ինձ թվում է նորից վերադառնալու են քաղաքական գործիչների քննադատությանը որովհետև եթե կա նման դիսկուրս դոմինանտ դիսկուրս որ Արցախը պետք է ինչ-որ մի օր հետ բերենք եւ այսօրվա ընդդիմության պատկերը նայենք հասարակության վերաբերմունքը այսօրվա ընդդիմությանը, դրանք իրար հետ սարսափելի չեն համապատասխանում։ Այսինքն այսօրվա քաղաքական ուժերը չեն կարողանում ճիշտ մասային ներկայացնել իրենց տեսլականը ու ճիշտ ձևով այդ մարդկանց ցանկությանը ընդառաջ գնալ չեն կարողանում։ Այսինքն ինչքան ուժեր կան, որ այսօր Արցախի թեմայով խոսում են, ասում են դա մեր կուսակցության գաղափարի համար կարևորական նախաձեռնություններ կան, շարժումներ կան մի շարք։ Բայց ինչպես է ստացվում, որ այս 90%-անոց հասարակության 90%-ը գրեթե մեծամասամբ հետաքրքրված չէ այդ կուսակցություններով, այդ քաղաքական գործիչներով։ Սրա մի բացատրությունը այն է, որ փաստացի մեր հասարակությունում այլևս չկան, այսպես ասած, ընդգծված հեղինակություններ, չկա էլիտա, որի նկատմամբ հեղինակություն կլինի, չկա էլիտա, որը կարողանա օրակարգ թելադրել, այդ թվում ազգային էլիտա, տնտեսական էլիտան ավելի առօրեական տնտեսական խնդիրներով ազբաղված եւ երբեմն օրվա իշխանության օկտինը իր օրակարգը թելադրում, տակը մնում է ինչ-որ մշակութային արվեստի ոլորտի ներկայացուցիչների էլիտա, որը էլի այսպես ասած դուք ավելի լավ կասեք ինչ վիճակում է, փաստացի ի վերջո մենք ունենում ենք մի որակյալ կողմ ունեցող հասարակություն, որի վրա ինչպես դուք ասացիք կարելի է հենվել, բայց ով հենվի։ Քաղաքական կուսակցությունները, այսպես ասած, բարոյալքված են հասարակության աչքերում, հեղինակազրկված են, էլիտաները հեղինակություն չեն վայելում, ոչ մեկի կարծիքի առաջնորդներ չկան գրեթե կամ կան շատ փոքր թիրախային լսարանների համար, արդյունքում մնում է որ այդ մարդիկ իրանց երազանքով մնում են, կենաց են ասում, նստում են, ասում են Աստված կտա մի օր Արցախը հետ կգա, կգնանք Ստեփանակերտում, կտեսնենք, կհանգստանա մեր սիրտը, всё։ Ու դրանով վերջանում է իրանց երազանքը մնում է երազանք։ Ոչ մեկ գործառնական չի կարողանում ճիշտ
վերցնել այդ երազանքը ու ասել ես բերելու եմ քո երազանքի իրականացում։ Եվ ամենակարևորը շարունակեմ ձեր ասածը, որպեսզի այդ վերցնելն ու երազանքի քաղաքական փաթեթավորումը, քաղաքական ապրանք բառի լավ իմաստով սարքելու process-ի մեջ անպայման չընկնել բաժակաճառային ինչ-որ բաների մեջ, էյֆորիկ, պաթետիկ ելույթների մեջ, որոնք որ ստապ մտածող հասարակության մեջ ավելի շատ կամարանքի կամ ավանտյուրիզմի տպավորություն են թողում, քան թե հայրենասիրության եւ այլնի։ Բայց որպեսզի այս իրականությունը ապահովենք, հիմա պատկերացնենք հիպոթետիկ մի իրավիճակ, որ դուք ոչ թե այն մարդն եք, որ հիմա ներկայացնում է ու խորհուրդ է տալիս, այլ պատկերացնենք դուք այն մարդն եք, ովքեր այս հարցը լուծելու ռեալ հնարավորություն ունի։ Մարդ, որը ոչ թե հարց լուծողին խորհուրդ է տալիս, այլ հարց լուծողը ինքն է։ Մի հարց ընդամենը, այս իրավիճակը հոգեբանական ընկալման, եթե դուք ունենայիք հնարավորություն փոխել ձեր կարծիքով, ինչից է պետք սկսել։ Առաջի քայլը որն է։ Ես չեմ ասում մի հատ ծրագիր ներկայացնեք, նախընտրական եւ այլ, չէ, որպես մասնագետ ձեր կարծիքով ինչից է պետք սկսել։ Մարդիկ իրենց արհամարված են զգում։ Այսօր հասարակության անդամների մեծամասնությունը արհամարված է զգում ամենամեծ առումով պետությունից եւ շատերը պետությունը, իշխանությունը, այսպես ասած, նույնացնում են։ Մարդիկ արհամարված են զգում իրենց, մարդիկ ուշադրություն չեն տեսնում իրենց նկատմամբ եւ նույնիսկ մի իմիջայլոց ուշադրության վրա միանգամից ուրախանում են։ Մարդիկ ուրախությունից, չգիտեմ որ երկնքում են, երբ որ ասում են յուրաքանչյուրդ մի վարչապետ եք, իհարկե դա էլ աննորմալ հասկանում է, բայց առաջնային քայլը պետք է լսել մարդկանց։ Քաղաքական կուսակցությունների նպատակն է հասարակության հետ հարաբերությունները։ Բայց որ մի քաղաքական գործիչ կամ քաղաքական կուսակցությունն է այդպես ընդգրկված խորությամբ գնում հասարակության հետ խորը զրույցի մեջ մտնում, լսում ամոթանք, լսում դժվար դժկամություն, լսում զզվանքատելություն, բայց միջև վերջ լսում։ Ինձ թվում է ամենամեծ խնդիրը, որ հասարակությունը բավարար լսված չէ, հասարակությունը բավարար զգալիորեն արհամարված է եւ մարդիկ բոլորը մի քիչ իրենց էգոն շոյելու կարիք են զգում։ Այս նաև լաբորատոր կոնցեպտում եմ ասում, ոչ թե լայն իմաստով չի ասի դա, իսկապես յուրաքանչյուր մարդ ունի մի քիչ էգոն շոյես այս հասարակության անդամների, դա խմբային կլինի կամ ավելի մասսայական կլինի, իրենք իրենց լավագույն կողմերով կհանդես գան, որովհետև իրենք տեսնում են իրենց կարծիքը ոչ միտեղ կարևոր չի, իրենց ոչ մեկ շանտեղ չի դնում, այսպես ասած, իրենք էլ ասում են եղում ինքը մնացել է ինքը իր դարդին, որովհետև օրվա վերջում ընդդիմության հետ գնում եմ ցույցերի եմ մասնակցում, վերջում բռնվում եմ, եմ անում եմ, ոչ մեկ բանի տեղ չի դնում, ոչ մեկ չի գալիս ասում, գիտես բռնվեցիր, գիտես էս ինչ եղավ, դժվարություն ունեցար, քեզ գործից հանեցի, ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Իշխանության էլ շատերը գնում են իշխանության հետ ինչ որ ասում են գնանք մի քիչ ժողովրդենք մի բան անենք, գոնե մեզ մեր երեխեքին մի լավ բան լինի, գնում են իշխանությունն է մի ամիս, երկու ամիս հետո մի փուճուր բան դուրները չի գալի, SMS-ով հանում, շփոթում են մի կողմ, իշխանությունն է վստահելի, չէ՞ որտեղ շատ արագ են փոփոխում պաշտոնները, շատ արագ մարդկանց փոխում։ Այս մարդիկ չգիտեն, ոչ ընդդիմությունն է այդպես երկարաժամկետ վստահություններ շնչում, ոչ իշխանությունը։ Արդյունքում ասում են ախպեր կլի, ես ձեր հետ ոչ նրա հետ կապ չունեմ, ես իմ գործն եմ անում։ Եվ ընդ որում կներեք սոցիոլոգիան դա ցույց է տալիս։ Այո։ Վերջին գոնե 2 տարվա հարցումների տվյալներից ցույց են տալի, որ հանրության ամենաքիչը 50-55%-ը ընդհանրապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ իր դիրքորոշումը այս պահի դրությամբ գոնե հետեւյալն է. չի հետաքրքրում, չենք մասնակցելու, դեռ չգիտենք ու մոկտին ենք կրել, կողմնորոշված չենք եւ այլն, որ այդ պատասխանների մեծ մասը կենցաղային լեզվով ասած ախպերի անտուր մի հարցր է, էլի, մի քիչ ավելի կոռեկտ պատասխան են, դա դեռ չեմ կողմնորոշվել, բայց հասկանում ես, որ դեռ չկողմնորոշվելու հարց չի, ինքը չի էլ պատրաստում կողմնորոշվել, որովհետև հազար ներողություն բառախաղի համար կողմնորոշիչ չի տեսնում։ Այո, կողմնորոշիչ կա։ Եթե կողմնորոշողը չկա, այդ մարդը ոնց կողմնորոշվի։ Այո, կողմնորոշված է, դա էլ շատ հստակ ասեմ, մենք այդ հարցը ունենք, իշխանությունների վարած քաղաքականությունը ընդունում եք կամ ճիշտ է թե սխալ է, 64 եւ ավելի տոկոսը տարբեր հետազոտություններ, միտեղ 70, միտեղ բա, այսինքն 64% եւ ավելին այս իշխանությունների քաղաքականությունը չի աջակցում։
բայց այդ 64%-ից շատ փոքր տոկոսն է, որ ընդդիմության որևէ մի գործչին աջակցում է իր քաղաքականությանը, որովհետև փաստացի ընդդիմությունն էլ նույն կրիզիսի մեջ է, ավելի մեծ ճգնաժամի մեջ է ընդդիմությունը հիմա, քան իշխանությունները, որովհետև իշխանությունները գոնե մի շարք վարչական լծակի, տեղեկատվական ռեսուրսի արդյունքում ունի իր որոշակի աջակցությունը, բայց ընդդիմությունը շատ ավելի տխուր վիճակում է, եւ ես մի բան եմ ուզում ասել, որ նույն որ ասում եք չկողմնորոշված են ու հիմա էլ չկողմնորոշված են շարունակում մնալ, երբ որ ընտրություններին շատ ավելի քիչ ժամանակ է մնացել, հիմի վերադառնանք քաղաքական գործիչների քննադատությանը։ Այս մեր քաղաքական գործիչները պատրաստվում են 21 թվականի ընտրություններին։ Բանակներն էլ այդ խնդիրն ունեն։ Իրանք պատրաստվում են նախորդ պատերազմին, բոլոր գեներալները պատրաստվում են անցած պատերազմին։ Այս մարդիկ պատրաստվում են նախորդ պատերազմին, նույն ձևով այս քաղաքական գործիչները պատրաստվում են 21 թվականի ընտրություններին։ Մինչդեռ պետք է պատրաստվեն 26 թվականի ընտրություններին, որտեղ 21 թվականի ընտրություններում լրիվ ուրիշ միջավայր էր, լրիվ ուրիշ գործիքակ, այն ժամանակ դեռ օրինակ սրբազաններ կալանքի տակ չէին, այն ժամանակ մի հատ խոսքի համար ձերբակալություն չէր լինում։ Այս 26 թվականին լրիվ ուրիշ ընտրություններ են եղնելու եւ այդ տեսանկյունից նայել, որ 21-ին դե սենց հարեցինք, այսինչ սխալ էր, այսինչ սենց էր, հիմա չի հաջողվելու։ 26-ին էլ ավելի դժվար է լինելու եւ ոչ թե պետքա պատրաստվել նախկին ընտրություններին, այլ պետքա պատրաստվել ապագա ընտրություններին, որտեղ AI-ի միջոցով մի շարք վիդեոներ ենք հիմա տեսնում, որ այդպես Փաշինյանը ձեռքով խփում է Ալիևին, Ալիևն է գլուխը կախում է եւ լիքը մարդ է տեսնում, հավատում է։ Ուստի այս ընդդիմությունը եւ ընդհանուր առմամբ քաղաքական գործիչների պլանավորման, ընդհանուր առմամբ տեսլականի պատկերացումները իմ կարծիքով շատ թույլ են ու դրա հետևանքով վերադառնալով ձեր հարցին ես ոչ թե ուզում խորհուրդ տամ, այլ պետք է առավելագույնս գետնի վրա մնալ։ Ամենամեծ խնդիրն է, որ գիտեք, օրինակ ես եւ դուք վստահաբար տարվա ընթացքում շփվում ենք առավելագույնը, ասենք, չգիտեմ, 3000 մարդու հետ, որ զրուցում ենք եւ այլն։ Դա քանի տոկոսն է հասարակության։ 0.1։ Եվ մեր այդ փոքրիկ բաբլը ընդհանրապես չի արտահայտում հասարակությանը։ Բնականաբար։ Մենք դուրս են գալի 100 հոգու հետ շփվում ենք, մեզ թվում է մարդիկ շփվում են իրենց համակարգը կրող մարդկանց հետ, ասում են ում հետ ես շփվում եմ, բոլորը այսպես են մտածում, դե ուրեմն ամբողջ ազգն է այդպես մտածում, բարի ցարի ու տես որ այդպես չի։ Հենց այդ է խնդիրը, որ քաղաքական գործիչները շատ կտրված են հասարակությունից եւ իրենք առաջնորդվում են նախկին եղած քաղաքական տեխնոլոգիաների մեթոդներով ու նաև դա է պատճառը, որ իրենք հասարակությունից կտրվում են, հասարակության քաղաքական սպառման մոդելներից կտրվում են, որտեղ եթե առաջ քաղաքական սպառումը տեսնել, լսել, հավատալ եւ վստահել էր, հիմա կարող է լրիվ ուրիշ մեխանիզմով է լինում, ու արդյունքում իրանք իրանց փոքր բաբլից շփվում են իրանց կուսակցական ընկերների հետ կամ քաղաքականով հետաքրքրված մարդկանց հետ եւ այդ 0.1%-ով կամ թող լինի 1%-ի հետ շփվելու արդյունքում ենթադրություններ են անում հասարակության մասին, իսկ երբեմն վիրավորում են հասարակությանը։ Դա էլ մի ուրիշ խնդիր է, որ նույնիսկ մոլորված, այսպես ասած, քաղաքական սխալ պատկերացում, ազգային սխալ պատկերացում ունեցող մարդկանց չի կարելի վիրավորել, որովհետեւ եթե դու քաղաքական գործիչ ես, դու բոլորի քաղաքական գործիչն ես, եւ հետո որ դառնաս, որ հիմա ասում եք, որ դու լինեիր որոշում կայացնող, որ քո որոշումը բոլորին է վերաբերվելու, հետեւաբար Էթում քեզ չսիրողների։ Հա, ու հետեւաբար երիտասարդներին անուն դնել, ասել, որ դե սրանք բառադի ժողովուրդ են, սրանք մեր ժամանակ sense չէին, սա օրս էս են անում, են անում, փաբերում լրված բան, այն բաներն էլ չգիտեմ, սպորտսմենները սա օրս են անում, բոլորին անուն դնելով ու ասել, ոչ մեկ մեր ցույցերին չի գալի, ձեր մեղավորությունն է։ Ուրեմն ճիշտ չեք ներկայացնում, ճիշտ չեք փաթեթավորում ձեր քաղաքական առաջարկը, ձեր քաղաքական տեսլականը ճիշտ չեք ներկայացնում մարդը առարկական տեսնի թե ձեզ ընտրելով ինչ պիտի ընտրի։ Եվ մի կարևոր բան, մենք այսքան խոսում ենք խաղաղության օրակարգից, այս իշխանությունները ունեն տեսլական, ունեն պատկերացում, ինչ են ուզում։ Այս մարդիկ հստակ ասում են ինչ են ուզում։ Իրանց խաղաղության օրակարգը հիմա թե ինչքանն է դրա մեջ կեղծ, ինչքանն է ճիշտ, ինչքանն է հորինվածք իրանք ունեն, իսկ ընդդիմությունը չունի հստակ իրենց խաղաղության օրակարգ կամ իրենց պատկերացրած ապագայի օրինակ, իրենց պատերազմի տեսլականը չունեն։ Իսկ ինչ առաջարկում ընդդիմությունը, այդ մի ուրիշ խնդիր է ու դրանով է պայմանավորված, որ այս հասարակությունը
ասում ախպեր կլինի ես ձեր հետ դուք ինքներդ ընդ իրար հետ կռվեք, իրար վրա շիշ շպրտեք, ես իմ համար կնստեմ, կնայեմ, կուրախանամ ու կգնամ իմ դարդերու ցավերով։ Ամփոփելով։ Շատ։ Ուրեմն այն գնահատականները, որ հնչում են, հուսամ մեր քաղաքական գործիչները, որոնց նկատմամբ հարգանք ու ակնածանք ունեմ, շատերի բaragայում անկախ քաղաքական պատկերացումներից, տեսլականներից եւ այլներից։ Կարծում եմ կընկալեն այն ինչի մասին մենք խոսում ենք։ Խնդիրը ինչի, որ այն ինչ մենք ախտորոշումները, որ ներկայացնում ենք, վերաբերում է բացառապես բոլորին, չէ, մենք խոսում ենք տենդենսի մասին։ Եթե այն ինչ որ ասվեց այսօրվա մեր լաբորատորիայի ընթացքում, եթե ինչ-որ մի հատ փոքր պրոդուկտ տվեցինք, եթե հայնի քաղաքական գործիչները, հասարակական գործիչները մի կողմ դնեն իրենց բնական առաջին զայրացկոտ ռեակցիան, թե ինչեր եք ասում, եւ փորձեն սրանից քաղել մի քանի նախադասություններ, թե ինչպես պետք է սեփական այո անկեղծ գաղափարները, այո հայրենասիրական մղումները, ինչպես կարելի է դարձնել քաղաքական պրոդուկտ եւ ներկայացնել հասարակությանը, ես առավել քան համոզված եմ, հասարակությունը դրան adekvat կարձագանքի եւ որ ամենակարևորն է, այս ամբողջ ընթացքում, եթե այդքան խոսում ենք բաների հետ կապված, խոսույթի մեջ տարածված ասացվածների մեկն էլ ես ասեմ, կարծում եմ դրանով կարելի է ամփոփել։ Խավարը հավեր անիծելու փոխարեն 2-3 հատ մոմ վառեք, կտեսնեք այդ լույսի շուրջ ինչքան մարդ է հավաքվում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։